Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն։ Օր ապրիլի 11։ Մասնակից լինել Աստծո մեծ բարությանը։ Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ։ Հովհաննես 14:14 խոսք։ Մեզ ասվում է, որ մեծ բաներ խնդրենք և մեծ բաներ սպասենք։ Մեր խնդրանքների մեծությամբ մենք ցույց ենք տալիս Քրիստոսի մեծությունը։ Մենք պետք է հայտնի դարձնենք մեր կարիքները, բայց եթե միայն սնունդ, ապաստան և հաջողություն ենք խնդրում, մենք նվազեցնում ենք նրա մեծության մասին մեր վկայությունը։ Սուրբ Գիրքն ասում է մեզ, որ Աստծո արքայությունը արդարություն, խաղաղություն և ուրախություն է Սուրբ Հոգով։ Մենք ծառայում ենք հաղթական Քրիստոսին և կոչված ենք մասնակցելու նրա հաղթանակին։ Այսպիսով, արդյոք խնդրում եք ավելի շատ նմանվել Քրիստոսին։ Արդյոք հավատքով եք խնդրում Հիսուսի անունով խաղաղությունը, որը նա խոստացել է։ Աստված ակնկալում և ցանկանում է մեծ խնդրանքներ իր զավակներից։ Հիսուսի անունով խնդրելը հրավեր է մասնակցելու այն մեծ բարությանը, որը նա դրել է նրանց համար, ովքեր հավատում են և շատ են խնդրում։ Աստված նախապես մշակված ծրագիր ունի ձեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար, անկախ նրանից, թե ինչի եք բախվում։ Միգուցե մտորեք, թե ինչպես Աստված կարող է լուծել ձեր ճգնաժամը, բայց Աստծո խոսքն ասում է մեզ, որ մարդկային միտքը չի կարող հասկանալ Աստծո ճանապարհները։ Աստված մեզ չի ասի, թե որն է իր ծրագիրը, նա մեզ ակնարկ անգամ չի անի, նա ցանկանում է, որ մենք հավատանք նրա խոստումներին, նրա մեծությանը և նրա հրաշքներին։ Նրա խոսքն է մեզ հավատացեք։ Ձեր Տերն ունի պատրաստված ճանապարհ, և նա զորություն ունի իրականացնելու իր ծրագիրը։ Նա կցանկանար ետ քաշել վարագույրը և ցույց տալ մեզ իր անտեսանելի ուղիները, բայց նա չի անի։ Հավատքը ապացույց է, որը հնարավոր չէ տեսնել։ Մենք չենք կարող խաղաղություն ունենալ մեր կրակոտ փորձությունների մեջ, քանի դեռ լիովին չենք հավատում, որ նա պատրաստ է անել աներևակայելին և անհնարինը։ Մեր գործը պարզապես վստահելն է, որ նա կկատարի այն, ինչ խոստացել է։ Խնդրեք այսօր ուրախության շարունակ աճող ոգի, նույնիսկ ձեր ամենադժվար ժամանակներում։